Տիրոջ արչև փառաբանության եւ օրհնենք նրան, ով գալիս է սրտի գոհության։ Նոր երկենք հալելույա, գանք Տիրոջ արչև փառաբանության եւ օրհնենք նրան, ով գալիս է սրտի գոհության։ Հրաշքների մասին կպատմենք եւ քեզ կապավինենք, կպարենք մեր քո առջև, սամոսներ կերգենք։ Հրաշքների մասին կպատմենք եւ քեզ կապավինենք, կպարենք մեր քո առջև, սամոսներ կերգենք։ Նոր երկենք, նոր երկենք, հալելույա, գանք Տիրոջ առջև փառաբանության եւ օրհնենք նրան, ով գալիս է սրտի ամեն։ Նոր երկենք, հալելույա, գանք Տիրոջ առջև փառաբանության եւ օրհնենք նրան, ով գալիս է սրտի գոհության։ Հրաշքների մասին կպատմենք եւ քեզ կապավինենք, կպարենք մեր քո առջև, սամոսներ կերգենք։ Հրաշքների մասին կպատմենք եւ քեզ կապավինենք, կպարենք մեր քո առջև, Երգի Տիրոջը, որ նրա հրաշքները կպատմես։ Հրաշքների մասին կպատմենք եւ քեզ կապավինենք, կպարենք մեր քո առջև, սամոսներ կերգենք։ Հրաշքների մասին կպատմենք եւ քեզ կապավինենք, կպարենք մեր քո առջև, սամոսներ կերգենք։ Կպարենք մեր քո առջև, սամոսներ կերգենք։ Կպարենք մեր քո առջև, սամոսներ կերգենք։ Ամեն քո առջև պիտի ցնցանք եւ ուրախանանք հզոր Աստված։ Փառք, փառք, փառք քեզնե։ Վերկաց եւ օրհնիր Տիրոջը, վերկաց Եվ կոչի, վերկաց եւ օրհնիր Տիրոջը, փառք տուր Հիսուսին։ Նա միակ է, նա արքան է, նա միակ է, նա ամեն է, նա միակ է, եւ ես ուզում եմ երգել Հիմա նրան, Վերկաց եւ փառքություն նրան, ամեն։ Վերկաց եւ օրհնիր Տիրոջը, վերկաց եւ կոչի, վերկաց եւ օրհնիր Տիրոջը, փառք տուր Հիսուսին։ Նա միակ է, նա արքան է, նա միակ է, նա ամեն է, նա միակ է, եւ ես ուզում եմ երգել հիմա
չեմ կարող պահել ուրախությունը իմ, ես չեմ կարող պահել ուրախությունը իմ, ես չեմ կարող պահել, որովհետև քոտները քեզ ազատեց, նա ինձ մաքրեց գործած գեհերից, ես հիմա ազատ եմ ինձ շնչող մտքերից, ազատ եմ վերջապես Վերկաց և օգնիր Տիրոջը, վերկաց և ոչի, վերկաց և օգնիր Տիրոջը, պարտում Իսուսի, Նա միակ է, նա արքան է, նա միակ է, նա ամեն է, նա միակ է, և ես ուզում եմ եկել հիմա նրա, վերկաց և փառքություն նրան, ամեն, ամեն Տեր, մենք կանգնում ենք Տեր ամեն խնդրի վրա Տեր, ամեն ժամանակ և ողջ փառքը տալիս ենք քեզ Տեր։
Տեր երկնքի եւ ողջ երկրի Հիսուս դու ես փառավոր իմ Տեր Դու ես Տերը Տերերի Հիսուս Դու ես արքան դարերի իմ հզոր Աստված Տեր դու ես սկիզբը Դու ես վերջը դու ես ամենը իմ Տեր Դու ես ալֆան եւ օմեգան Հիսուս Եվ ողջ ազգերը Տեր պիտի խոնարհվեն քո գահի առջև Հիսուս Դու բարձր ես Տեր Դու հզոր ես Տեր իմ Աստված Հալելույա Տեր Հորալալաշ Աստված կարող է ամեն բան Բարձրյալ է, հզոր է, տիրում է հավիտյան Տերն է իմ արքաների արքան Տերն է իմ արքաների արքան Իմ Աստված կարող է ամեն բան Բարձրյալ է, հզոր է, տիրում է հավիտյան Տերն է իմ արքաների արքան Բարձրյալ է, հզոր է, տիրում է հավիտյան Տերն է իմ արքաների
Եվ նայ քո հզոր, քո ամենակարող հայրը, Իմ Աստվածը, ամենակարող Աստված, դու բարձրյալ ես իմ Տեր, բարձրյալ է, հզոր է, տիրում է հավիտյան, Տերն է իմ արքաների, բարձրյալ ես իմ Տեր, բարձրյալ է, հզոր է, տիրում է հավիտյան, Տերն է իմ արքաների արքան։ Ամեն, ամեն Հիսուս, դու մեր զորությունն ես Տեր, դու մեր զորությունն ես Հիսուս, երբ տկար ենք Տեր, դու բարձրացնում ես Հիսուս, դու առաջնորդում ես մեզ Հիսուս, հալելույա Տեր, շնորհակալ ենք Տեր, ամեն ժամանակ Հիսուս, որ գալիս ես, օգնում ես Տեր, բարձրացնում ես Հիսուս, եւ չես թողնում, որ քո զավակը ընկնի Հիսուս, բարձրացնում ես, մաքրում ես, սրբում ես Տեր, հալելույա Տեր, շնորհակալ ենք քեզ անսահման, շնորհակալ ենք Տեր, որ դու ես մեր զորությունը եւ մեր օգնությունը երկնքից է Տեր, մեր օգնությունը քեզանից է Հիսուս, հալելույա Տեր։ Երբ հանկարծ սարքամի փչի, երբ փակվեն բոլոր դռները իմ կյանքի, եթե անգամ սիրտն իմ խոցեր սրով, ես գիտեմ, որ զորեղ եմ քեզանով, զորության Աստված, քեզ եմ ուսացած, իմ կյանքի ամեն դժվար պահին, դու ես իմ կողքին, դու տալիս ես ինձ նվեր, իմ առջև բացում ես փակ դռներ, ինձ ձեռքից բռնած, տանում ես ինձ առաջ, զորության Աստված։ Բացում եմ սիրտին քո առջև, և քեզ վրա գցում բոլոր հոգսերն իմ մեջ, վստահ գիտեմ, ձեռքը քո չի կարճացել, և ընդմիշտ դու պատրաստ ես ինձ օգնել, զորության Աստված, քեզ եմ ուսացած, իմ կյանքի ամեն դժվար պահին, դու ես իմ կողքին, դու տալիս ես ինձ նվեր, իմ առջև բացում ես փակ դռներ, ինձ ձեռքից բռնած, տանում ես ինձ առաջ, զորության Աստված։ Երգի Տիրոջ օրնա քո զորությունը, զորության Աստված, քեզ եմ ուսացած, իմ կյանքի ամեն դժվար պահին, դու ես իմ կողքին, դու տալիս ես ինձ նվեր, իմ առջև բացում ես փակ դռներ, ինձ ձեռքից բռնած, տանում ես ինձ առաջ, զորության Աստված, զորության Աստված, քեզ եմ ուսացած, իմ կյանքի ամեն դժվար պահին, դու ես իմ կողքին,
քեզ Տեր Հիսուս։ Փառք քեզ մեր ամենակալ ու ամենազորեղ Աստված։ Շնորհակալ ենք ամեն բանի համար իմ Աստված։ Շնորհակալ ենք Տեր իմ Աստված քո եկեղեցու համար Տեր։ Շնորհակալ ենք քո նվիրած կյանքի համար Տեր։ Շնորհակալ ենք այն նվերի համար Տեր իմ Աստված, որ առանց ինչ որ մտածելու արեցիր մեր համար Տեր։ Շնորհակալ ենք, որ մեզ կյանք պարգևեցիր Տեր։ Շնորհակալ ենք Տեր ջան, որ թույլ տվեցիր, որ վայելենք մեր կյանքերը Տեր։ Շնորհակալ ենք, որ հնարավորություն ես տվել կանգնելու քո սուրբ գահի առաջ իմ Աստված։ Շնորհակալ ենք, որ ամեն ժամանակ Տեր իմ Աստված կարող ենք կանգնել, աղոթել քեզ եւ հավատում ենք Տեր, որ դու էլ լսում ես մեզ Տեր։ Խնդրում ենք Տեր ջան, որ այս երկի բառերը իրականում ուղակի բառեր չլինեն Տեր, այլ իրականում մենք հուսանք քեզ մեր զորության Աստված, որովհետեւ դու ես մեր միակ հույսը, մեր վեմը, որին կարող ենք հենվել ու ապավինել Տեր, որովհետեւ դու ես այն միակը, որ երբեք մեզ չես թողնի Տեր։ Շնորհակալ ենք Տեր, փառք, պատիվ, գոհություն ու մեծարանք քո սուրբ անունին իմ Աստված։ Եվ հիմա սիրելի եկեք բարձենք մեր ձեռքերը այս կարիքների վրա եւ իրականում աղոթենք, սրտանց աղոթենք, բարեխոսենք ում համար որ պետք է։ Խնդրենք Տիրոջը, որպեսզի մեր քույր ու եղբայրների մեր նաեւ կարիքները լրացված լինեն Հիսուսի անունով։ Փառք քեզ Տեր։ Շնորհակալ ենք Հայր, գոհանում ենք ամեն բանի համար իմ Աստված եւ գոհությունով բերում ենք քո ձեռքերի մեջ այս կարիքները Տեր Հիսուս։ Խնդրում ենք ամեն մեկի համար Տեր, ով ունի բժշկության կարիք Տեր, ով ունի ֆինանսի կարիք Տեր իմ Աստված, ով ունի ազատագրության կարիք Տեր, եւ դու գիտես ամեն բան ինչ որ գրված է այստեղ Տեր Հիսուս։ Խնդրում ենք, որ լրացնես մեր կարիքները քո հարստության չափով իմ Աստված, որովհետև մենք գիտենք Տեր, որ քո ձեռքը չի կարճացել Տեր, եւ քո ականջը չի հոգնել մեզ լսելուց Հիսուս ջան։ Մենք գիտենք, որ ամեն ժամանակ Տեր քո աչքը մեզ վրա է, որպեսզի մենք ոչ մի բանի կարիք չունենանք իմ Աստված։ Եվ նորից ու նորից խնդրում ենք քեզ Տեր, որպեսզի ներես, մաքրես, ողորմաս ամեն մեկից Տեր, մեր արած ամեն մի սխալ քայլի համար իմ Աստված, մաքրես որպես մաքուր անոթ Տեր, կանգնեցնես քո առաջ Տեր իմ Աստված եւ նորից օրհնես ու օծես Հիսուսի անունով։ Փառք քեզ Տեր եւ հավատում ենք, որ մենք վկայություններ ենք ունենալու շատ, որոնք շինություն են լինելու մնացածի համար։ Ամեն, փառք քեզ Տեր։ Ամեն։ Ամեն։ Եկեք նստենք սիրելիներս մեր Աստծո սուրբ ներկայության մեջ։ Գիտեք, ամեն անգամ Տիրոջը շնորհակալություն եմ հայտնում, որ ես այստեղ եմ, որ նրա տան մեջ եմ, որ նրա սրահների մեջ եմ, որ ծառայություն ունեմ, որ կարողանում եմ ինչ-որ բանով ծառայել իմ Աստծուն, գոհացնել իմ Աստծուն։ Եվ շնորհակալ եմ իմ Աստծուն այս օրվա համար, այս պահի համար, շնորհակալ եմ մեր հովիվներից նորից վստահության համար, որ ես այսօր նորից կարող եմ ձեր առաջ կանգնել եւ մեր Աստծո խոսքով կիսվել, իսկ դա մեծ պատիվ է ինձ համար։ Ամեն։ Գիտեք, սիրելիներս, մեր Աստված այնքան հետաքրքիր է շարժվում, այնքան հետաքրքիր է գործում։ Ու գիտեմ, շատերդ գիտեք, շատերը այստեղից ասել են, որ մենք ոչինչ չենք կարող պահել մեր Աստծուց։ Ամեն, մենք ոչինչ չենք կարող ձևացնել։ Ես կարող եմ այստեղից ինչ-որ բաներ ուղակի, ասել, բայց Աստված գիտի իմ սիրտը, Աստված ամեն բան տեսնում է։ Ամեն, եւ ուզում եմ, որ Աստծո հետ լինենք անկեղծ։ Հնարավորինս անկեղծ, որովհետեւ Տերը գիտես, հենց այդ անկեղծությունն է ուզում ամեն մեկիցս։ Ամեն, եւ մի անգամ մի խոսք կարդացի Աստվածաշնչում, եկեք բացենք այդ խոսքը, Սաղմոս 51-ի 16-ից 17-ն է։ Մի բան կարճ ասեմ, նոր կարդամ։ Երբ որ այս խոսքը կարդացի, հիմա որ կարդամ, ինքը իրականում շատ բարձ խոսք է, այնց չի որ ինչ որ բարդ բաներ կա իր մեջ, բայց լինում է, չէ, որ խոսք ես կարդում ու անընդհատ պտտվում է մտքիդ մեջ, զգում ես, որ էլի ինչ որ բան կա կապված այդ խոսքի հետ, բայց կամ չես հասկանում, կամ ինչ որ էլի հավելյալ բացատրություն է քեզ պետք է այդ խոսքի համար, ու կարդացի Ջոն Բիվերի Ծածկոցի տակ գիրքը։ Գիտեք, այս վերջերս այդքան շատ ժամանակ չեմ ունենում գրքեր կարդալու, բայց չգիտեմ, խի այդ գիրքը որոշեցի կարդամ ու հարցիս պատասխանը գտա այս գրքի մեջ։ Եկեք կարդամ։ Որովհետև դու պատերակ չես ուզում, եթե ոչ, ես կտայի քեզ, եւ ողջակեզներին չես հավանում։ Աստծո ընդունելի պատերակները կոտրված հոգին է, կոտրված ու փշրված սիրտը դու չես անարգի, ով Աստված։ Ամեն։ Գիտեք, շատ խորն է սրա իմաստը։
Առաջի հայացքից հասկանում ենք, որ Աստված չի ուզում ուղղակի երեսպաշտություն, հա, Աստված ուզում ավելի խորը մաքուր սիրտ ու ավելի խորը հարաբերություններ Աստծո հետ, բայց ինչա Աստված ավելի շատ ուզում, որ ոչ միայն տեսանելի հնազանդություն ունենանք Աստծո առաջ, հա, այլև կոտրված ու փշրված սիրտ, որը ծարաված է մեր Աստծուն, որն անընդհատ փնտրում է մեր Աստծուն, ամեն, որն անընդհատ Աստծո կարիքն ունի, ամեն, եւ գիտեք սրա իմաստը որն է, որ մենք կարող ենք շատ ծառայություններ ունենալ եկեղեցում, մենք կարող ենք շատ ֆինանս նվիրաբերել եկեղեցուն, մենք կարող ենք շատ ավետարանչությունների գնալ, մենք կարող ենք շատ պտուղներ ունենալ, բայց գիտեք, այստեղ ամենասարսափելին որն է, որ դրա հիմքը կարող է լինել ոչ Աստված։ Այսինքն սխալ սրտի շարժառիթը, հա, մենք կարող ենք ծառայել, բայց իրականում մեր սիրտը, հա, հնազանդությունով լցված չլինի, ամեն, և շատ սիրում եմ քարոզներ, որոնք նվիրված են հնազանդությանը, ու Աստված շատ հաճախ, ամեն ծառայության ժամանակ ավելի ճիշտ մեր հովի բերանով է խոսում, ամեն, ու շատ խրատներ մենք մեր հովից ենք լսում, ու գիտես հենց այստեղ է գալիս հնազանդությունը, որ ոչ թե դու այդ քարոզը վերագրես հարևանին, այլ քեզ, ամեն, այսինքն ոչ թե մտածես, որ այդ սխալը ձեր հարևանն էր կամ ձեր աշխատակիցն էր կամ ձեր քույրն էր, այլ հենց մենք ինքներս։ Այսինքն դնենք մի կողմ մեր հպարտությունը ու ընդունենք, որ այդ քարոզը հենց մեր համար էր, այդ հանդիմանությունը մերն էր։ Ամեն, ու գիտեք, Սատանան հենց այս ժամանակ գալիս է մեր մտքերի մեջ։ Մի հպարտություն է բերում, վայ, ոնց կլինի քեզ բան ասեն։ Ու գիտեք, ամենասարսափելին այն է, որ ինքը չարիքը նկարում է որպես բարիք, իսկ այն ինչ որ տանում է սրբության, ներկայացնում է, չգիտեմ, ուրիշ մի բան, որ քեզ տանում է դեպի դժոխք։ Բայց իրականում գիտես, ելիս հնազանդությունը հենց այստեղ է, երբ որ դու վերցնես այդ խոսքը, իրականում նայես քո սիրտը ներսից, մաքրես ու ոտքի կանգնես Աստծով։ Ամեն։ Եվ ուզում եմ սրանից հետևություն անենք, սիրելիներս, այն ինչ որ մենք անում ենք եկեղեցում, այն ինչ որ մենք ծառայում ենք, դա Աստված տեսնում է։ Եվ գիտես, Աստված չի ուզում, որ մենք դրամահավաքությունով զբաղվենք ուղղակի։ Աստծուն մեր ֆինանսները պետք չեն, սիրելիներս, երկինք ու երկիր արարող Աստծուն մեր փողերը պետք չեն։ Ամեն։ Մեր Աստծուն պետք է մեր հնազանդ սիրտը։ Եվ շատ գեղեցիկ պատմություններ կան մեր Աստվածաշնչում, Աբելի ու Կայինի մասին, աղքատ կնոջ մասին, որ իր վերջին լուման գցեց գանձանակը։ Բայց գիտես, սիրելիս, այսօր ուզում եմ մաքրենք ամեն մեկս մեր սրտերը, ամեն, քանդենք ամեն պատնեշ, որ կա մեր եւ մեր Աստծո միջև, եւ հնազանդությունով խոնարհվենք մեր Աստծո առաջ։ Ամեն, եւ երբ ծառայում ես, սիրելիս, շատ ու շատ իր եղիր, որովհետեւ Աստված ծառայությանը հենց այնպես չի նայում։ Մեր Աստված ամեն բան տեսնում է եւ ամեն բան քննում է։ Մի համարել եմ ուզում կարդամ, երկրորդ Մնացորդաց 29:31-ը։ Եվ Եզեկիան պատասխան տվեց եւ ասեց. Հիմա լցրեք ձեր ձեռքերը Տիրոջ համար, մոտեցեք եւ զոհեր եւ օրհնության ընծաներ բերեք Տիրոջ տունը, եւ ժողովքը զոհեր եւ հոժարություն ունեցողը ողջակեզներ։ Ուշադրություն դարձնենք այս խոսքին, հա, հոժարություն ունեցողը։ Ամեն, այսինքն Աստված ամեն մեկին չի պարտադրում, ասում, գիտես, դու պիտի ինչ-որ բաներ անես ինձ համար, ոչ։ Սրտի հոժարությունը, սրտի հնազանդությունն է Աստված ուզում մեզանից, սիրելիներս։ Եվ գիտեք, մի կարճ բան եմ ուզում վկայեմ։ Ուզում եմ ասեմ, որ ամեն ինչ, երբ որ հանձնում ենք Աստծո ձեռքերի մեջ, լինում է կատարյալ ապահովության մեջ, սիրելիներս։ Մի քանի օր առաջ աշխատանքի բերումով ինչքան էլ հանդիպում ենք, հա, ոչ լավ իրավիճակների, ամեն դեպքում ամեն մեկս գիտենք, որ չի կարելի ինչ-որ զեղծարարությունների զոհ գնալ կամ ինչ-որ անհայտ տեղերում ինչ-որ հաշվեհամարներ գցել, այստեղից ձեզ ուզում եմ խորհուրդ տալ, հա, ինչի՞ չէ։ Ես միշտ պահում եմ երկու քարտ, մեկի մեջ միշտ փող է լինում, այն մեկը միշտ դատարկ եմ թողում, որ եթե ինչ-որ բան դրան լինի, հա, ինչ-որ բան եթե լինում է, դրան լինի։ Ու մի նամակ եմ ստանում, շատ պատահական ու այնքան զուգադիպեց այդ իմ իրավիճակին, այդ պահին ներկային իրավիճակին, որ ես ուղղակի հավատացի դրան։ Գրված էր, որ իմ առաքանին հասել է Հայաստան
եւ հասցեի պատճառով չեն կարողանում առաքել։ Սենց արագ-արագ էլ բան չեմ նայել, վայ մտածեցի շուտ հասցես լրացնեմ, որ բերեն ու այնքան իրական թվացող էր այդ նամակը իրականում, որ չեմ պատկերացրել, որ կարող է ինչ-որ զեղծարարություն լինի։ Ու մտել եմ ու այդ պահին ես միջև գնացել եմ քարտս վերցնեմ, մտքեր է գալիս, դե լավ, հա, այն մյուս քարտը հիմա 200 դրամ է քաշելու էլի, շատ չի մեջը։ Մեկը չի կարողանալու շատ քաշի, ու մեկ էլ մյուս պատասխանն եմ լսում, որ իմ մեջ երկու մարդ իրար հետ կռիվ է անում։ Մյուսն ասում է, այ մարդ, ի՞նչ է գնում քեզանից։ Փոխանցում արա մյուս քարտիդ վրա, միշտ որ դատարկ է լինում ու դրանից արա ինչ որ պիտի անես։ Փառք Աստծուն հնազանդվեցի։ Գիտեք, քարտս կցում եմ, չգիտեմ խի, ու մեկ էլ մի 15 րոպե հետո բանկից զանգ է գալիս, ասում են դուք Ֆիլիպիններից կարծեմ, ինչ որ 60,000 դրամի մոտ գործարք են ուզեցել անեն, քարտի մեջ քանի որ գումար չի եղել, չեն կարողացել քաշեն։ Ու գիտեք, ամենաահավորն այն է, որ եթե ես այդ քարտը ես չհնազանդվեի այդ խոսքին ու այդ քարտը սկսեի, քաշելու էր։ Բայց գիտեք, իմ ամեն ինչը հանձնված է Աստծո ձեռքերի մեջ։ Ֆինանսներից բռնած, ունեցվածքից ամեն ինչը ես հանձնել եմ մեր Աստծո սուրբ ձեռքերի մեջ եւ վստահ եմ, որ ոչինչ չի կարող պատահել, որովհետեւ ամենազորեղի, ամենազորեղ պաշտպանության ներքո է։ Ուզում եմ ասեմ, սիրելիներս, որ ամեն բան Աստված տեսնում ու Աստված հսկում է։ Աստված երբեք թույլ չի տա մեզ վատ ինչ որ բան լինի։ Աստված օրհնի ամեն մեկիդ։ Զորություն
Հալելույա, փառավոր Աստված, դու մեր Աստվածն ես եւ մենք օրհնում ենք քո սուրբ անունը։ Երկրպագում ենք քեզ, սիրում ենք քեզ, փառավորում ենք քեզ։ Շնորհակալ ենք, որ դու մեզ հայտնել ես քո անձը, որ մենք այսօր երկրպագում ենք քեզ, որ մենք Տեր ջան գիտենք քեզ, որ դու կենթանի Աստված ես, որ դու մեզ հայտնվել ես քո հոգով։ Շնորհակալ ենք քո սիրով, քո ողորմությունով խոնարհվում ենք քո առաջ Տեր։ Ես աղոթում եմ, որ այսօր քո սուրբ հրեշտակները ծառայեն այս վայրում։ Ալեբրա դա շաքյա վալորոֆորե, ալեբրա դա պրեդե կերեֆոքո վալորապրենդո։ Տիրոջ հոգին ասում է, որ Տիրոջ հրեշտակները հենց հիմա այստեղ են եւ ծառայում են։ Բաց սիրտդ եւ ընդունիր, Սուրբ Հոգիս խնդրում եմ, որ հենց հիմա Տեր ամեն կապանք քանդվի ամեն մեկի վրայից։ Ամեն դիվային կապանքներ թող քանդվեն Աստծո ժողովրդի ֆինանսական աղբյուրների վրայից։ Հիսուսյանով նրանց առողջության վրայից։ Թող ամեն դիվային կապանքներ հենց հիմա ջախջախվեն, քանդվեն Աստծո ժողովրդի առողջության վրայից։ Հիսուսի անունով ամեն ցավ եւ հիվանդություն ես հենց հիմա ասում եմ քեզ, որ դու պարտված ես Աստծո ժողովրդի կյանքում։ Եվ հենց հիմա Հիսուս Քրիստոսի անունի իշխանությունով ես հրամայում եմ քեզ սատանա, բաց թող Աստծո ժողովուրդը։ Ես հրամայում եմ քեզ ամեն ցավ հիվանդություն, ամեն դիվային կապանքներ հենց հիմա արձակվեք, հենց հիմա հեռացեք Աստծո ժողովրդի կյանքից, նրանց մտքից, նրանց մարմնից, հեռացեք Հիսուսի անունով եւ այլևս ետ չվերադառնաք։ Եվ թող մեզ ծառայակից հրեշտակները կատարեն այդ ամենը, ինչ որ պետք է կատարեն։ Օբլայդը շքեդը քրիբրե բրադը շքադը ռոֆովալա ռապրենդո, իջդի բլայևը լաֆադա։ Հարավոր հայր բերում եմ քո ձեռքերի մեջ նաև մեզ ինտերնետով դիտողներին։ Հիսուս Քրիստոսի անունով ես աղոթում եմ նրանց համար, որտեղից որ դիտում են, աղոթում եմ Տեր, որ քո սուրբ հոգու զորությունը հենց հիմա իջնի նրանց վրա։ Թող քո սուրբ հրեշտակները հենց հիմա ծառայեն նրանց, որպեսզի նրանք նույնպես ազատագրվեն ամեն կապանքներից Հիսուսի անունով։ Թող խափանվի նրանց կյանքից եւ ընտանիքներից ամեն դիվային ծրագրեր ու կապանքներ, ամեն անհավատություն, ամեն ամբարաշտություն թող խափանվի եւ հեռանա ամեն ընտանիքից, որպեսզի ամեն ընտանիք ճանաչի Քրիստոսին, հավատա եւ լինի ազատ եւ լինի օրհնված։ Հիսուսի անունով օրհնում ենք։ Օլեբրադա շաքադրա քրիֆի կերոֆոլորոպրենդո։ Փառավոր Աստված, շնորհակալ ենք, որ քո սուրբ հոգոցությունը հոսում այստեղ։ O crede cerebredri grefova la pranda, alla radicri picchidri grefova de kedro, alla clevera de cripidro. Ես հոգում եմ, լսում եմ ինչպես Տիրոջ հոգին ասում է, դուք ամենդ, որ հնազանդվում եք ինձ, իմ խոսքին, ես օրհնելու եմ ձեզ եւ բարձրացնելու եմ։ Մի վախեցեք այս աշխարհի վախենալու բաներից։ Միայն հավատացեք, ես ձեզ հետ եմ, ես ձեր մեջ եմ, որ ձեզ օգնեմ ու բարձրացնեմ։ Շնորհակալ ենք Տեր, փառավորում ենք քեզ, մենք վստահում ենք քեզ, մենք հավատում ենք քեզ, մենք չենք նայում ներկա իրավիճակներին, մենք չենք նայում մեր կյանքի իրավիճակներին, մենք հավատում ենք քեզ, դու խոսել ես մեզ եւ դու անում ես այն ամենը, ինչ որ խոսել ես։ Եվ ամեն Աստծո վախով լցված մարդուն դու օրհնում ես եւ բարձրացնում ես։ Ամեն հավատացողին դու զորացնում ես։ Զորացրու քո ժողովրդի հավատքը, Տեր։ Ամեն երկմտություն թող խափանվի, ամեն մեկի մտքից թող հեռանա, ամեն վախ երկմտություն, Տեր հավատություն, Հիսուսի զորավոր անունով։ Հալելույա, Տեր, հալելույա։ Շնորհակալ ենք, Տեր, շնորհակալ ենք, Տեր։ Եկեք ծափարենք Տիրոջը։ Փառք ես, Տեր։ Տեր օրհնի ձեզ սիրելիներ ջան, նստեք։ Տիրոջ ներկայության մեջ Աստված օրհնի ձեզ։ Մատ ժպտացեք ձեր կողքինին, նայեք, ժպտացեք։ Մի լավ բան ասեք։ Փառք Հիսուսին։
Հալելույա, հալելույա։ Փառք Տիրոջը։ Լավ է, չէ՞, որ Աստծո մեջ ենք։ Ժպտում ենք, նայում ենք կողքիններիս, ուրախանում ենք, օրհնում ենք, ու կյանքը անցնում է։ Եթե ես էլ չլիներ, կյանքը ո՞նց էր անցնելու։ Քո հարևանների հետ, սուրճի սեղանի շուրջ, սրա նրա ամուսնուց խոսալով, սրա նրա տղայից, հետաքրքիր է։ Ու սենց կյանքը անցնում է բամբասանքների մեջ, ուրախանում ենք ուրիշների վատ իրավիճակների վրա և տխրում ենք ուրիշների լավ իրավիճակների վրա։ Զգացել եք, երբ որ հարևանի կովը սատկում է, անկախ քեզնից ուրախանում ես։ Բայց երբ որ հարևանի կովը ծնում է, են էլ զույգ տխրում ես։ Դու էլ չես հասկանում ինչի։ Որ սատկելու հետ կապ ունես, որ ծնելու հետ կապ ունես։ Բայց չգիտես ինչի բացասականի վրա ուրախանում է սիրտդ, դրականի վրա տխրում է։ Դա մարդկային բնությունն է, անկած բնությունն է, որ չի ուզում ոչ մեկի վրա արևը առնի։ Կասես չէ, ինչ ես տենց ասում հով ջան։ Մարդ արարածը էտ է, Աստծո խոսքն է ասում, որ արդար չկա, մեկն էլ չկա, մի հոգի չկա։ Տերը օրհնի բոլորիս, բոլորս էլ մարդ ենք, Տիրոջ ողորմության կարիքը ունենք, Տերը մեզ օգնական, որպեսզի մենք իրոք նմանվենք մեր Տիրոջը, Տիրոջ բնավորությունը ունենանք, ամեն։ Որպեսզի այս մեր կարճ կյանքը, այսինքն 80-90 տարին, նորմալ ապրենք, անվիշտ, առանց անեծքի, այլ օրհնված, խաղաղ, ուրախ ապրենք, մինչև Աստծո օրհնությամբ միանանք Տիրոջը։ Ամեն։ Ուրեմն խոսքը, որ ուզում եմ ձեզ հետ խոսել այսօր, երեկոյան մեծամորուն եմ խոսել, վերնագրել եմ այսպես. մարդ, որ հաճելի է Տիրոջը։ Մարդ, որ հաճելի է Տիրոջը։ Ամեն։ Ուզում ես իմանաս դու հաճելի ես Տիրոջը, թե չէ։ Փառքասուն, Աստծո խոսքը ասում է առանց հավատքի, Եբրայեցիս 11-րդ գլուխ 6-րդ խոսքում է գրված։ Առանց հավատքի անկարելի է հաճելի լինել Տիրոջը։ Անկարելի է։ Ինչքան գեղեցիկ աչքեր ունենաս, ինչքան սիրուն լինես, ինչքան բոյով ու բուսաթով լինես։ Միևնույնն է, եթե հավատք չունես, դու հաճելի չես Տիրոջը։ Առանց հավատքի անկարելի է հաճո լինել Տիրոջը, որովհետև Աստծուն մոտեցողը կամ Աստծո առաջ եկողը պետք է հավատա, թե նա կա և թե իրեն խնդրողներին վարձահատույց կլինի։ Ամեն։ Պետք է հավատանք, այդ դա արդեն Աստծուն գոհացնում է։ Իսկ հավատքը ինչ էր։ Մեկ բառով, հավատքը դա հնազանդություն է Աստծո խոսքին։ Հավատքը դա, երբ որ դու կարդում ես Աստվածաշունչը և ապրում ես այդպես։ Աշխարհիկները նայում են, ասում են այո մարդ, ինչ միամիտ մարդ է։ Ես հիշում եմ իմ կինը, երբ որ շատ ծանր հիվանդ էր, մենք անհավատ էինք, և մի օր ինձ ասեց, թույլ կտաս գնամ եկեղեցի։ Ասում է, տեսնում ես, մեռնում եմ։ Թույլ տուր գնամ։ Ես հավատում եմ, որ կբուժվեմ։ Մեր երազանքն էր, որ բուժվեր, որ նորմալ քնեինք, գիշերները մենք արթուն էինք։ Շտաբօգնության մեքենա էր գալի գնում։ Կբուժվեմ, եթե չբուժվեմ էլ կգնամ երկինք։ Այդ բուժվելուն հավատացի մի քիչ։ Բայց երկինք, որ ասեց, ես զարմացել եմ, նայում եմ աչքերի մեջ, մտածում եմ, ես ինչ միամիտ է այս իմ կինը, որ երկինքի է հավատում։ Ասում եմ, ինչ երկինք։ Ասում եմ, երկինք կգնամ, կփրկվեմ։ Ինքը լսում էր Քենեթ Խեգենի ծառայությունները հեռուստացույցով թաքուն, ես չգիտեի, ես չէի լսում։ Ինքը գիտեր երկնքի մասին, ես չգիտեի։ Բայց ես այնպես էի նայում իրան, որ ինքը ես ինչ միամիտ է, ես ինչ պարզամիտ է,
բայց բանից դուրս եկավ, որ ես եմ պարզամիտն ու միամիտը։ Հետո ամեն երբեմն ու ես այնքան խելացի ու իմաստունի տեղ է ինձ դրել ժամանակ, որ ես այդքան խելացի եւ իմաստուն եմ, բայց իմ կինը պարզամիտ ու միամիտ։ Բայց զգացի հետո ամիսնոր հետո, որ ճիշտ հակառակն է։ Այսօր շատերը, շատ տղամարդիկ հենց այդ նույն ձևով են մտածում։ Երևանում էի միտեղ վարպետի մոտ մեքենա սարքող վարպետի ու ոչ թե վարպետի, այլ տնորենի, սերվիսի տնորենի մոտ։ Եվ այս մարդը խոսեցինք հավատքից, ասեց հավատացյալ ես, ասում եմ հա, ասես նայեց մի տեսակ ինձ խղճալով, ասում են մեր տան հարիվն էլ հավատացյալ։ Ասում եմ ով է այդ հարիվը, մամաս։ Ասինքն հարիվ չէ, հարիվը դու ես, որ հավատացյալ չես։ Ընկել ես սատանայի ճանկերը, մեր 2 կոպեկ փող ես տեսե աշխատում ես, գիտես ամենախելացին եւ իմաստունն ես։ Բայց եթե հանգարց Աստված թույլ տա վաղը աշկերդ կուրանա ու այդ փողը քեզ չօգնի, այն ժամանակ կհասկանաս, թե ով է մամատ եւ ով ես դու։ Ամեն, փառք մեր Հիսուսին։ Օրհնյալ լինի մեր Տերը։ Երեմիա 27-րդ գլուխ, այնպես որ ասեք, որ ձեր ընտանիքի անդամները, որոնք չեն գալի, չեն հավատում, իրանք շատ միամիտ են։ Իրանք հենց միամիտ են, իրանք չեն հասկանում, իրանք ընկել են դևերի ձեռը ու իրանք տեղյակ չեն։ Իրենց կառավարում են դևերը ու իրանք տեղյակ չեն։ Բայց ասուն եկողը ինքը ազատագրվում է, եթե ճշմարտությունը ճանաչում է։ Հա լավ, մի 2 կոպեկ աշխատենք, մի քիչ ավել լինի, մի հատ լավ մեքենա քշես, մի հատ լավ տուն սարքես, այդ չեղա, որ դու իմաստուն ես։ Միևնույն է այդ քո ունեցվածքի մեջ դևերը քեզ ճնշելու են, կապելու են եւ տանջելու են։ Եվ երբ ուզենան խփելու են քո ոտքերի տակ ու գցելու են։ Այ իմաստունը նա է, որ իրոք սրտով նվիրվում է Աստծուն եւ Աստված հայտնվում է։ Եվ իհարկե գնաց եկեղեցի պատմությունը վերջացնեմ։ Գնաց եւ բուժվեց։ Եվ սկսեց այս մարդը նորմալ քնել, զարթնել, իսկ առաջ շունչը կտրվում էր, շատերդ գիտեք, սրտի անբավարարությունից։ Եվ երբ որ տարանք բժշկի ստուգեցինք, բժիշկները զարմացան։ Ոչ թե զարմացան, մենք զարմացանք, որովհետև ուրիշ բժշկի մոտ էի տարել, ասում եմ լրիվ նորմալ է։ Իսկ իրա հին բժիշկ երբ որ նայում էր վերեր թռնում, ասում էր շուտ պարկացրեք, շուտ դեղ բերեք, դեղ խմացրեք։ Այս աղջկան հիմա կատված կխփի, շուտ արեք։ Ինձ ասեց մի անգամ ինձ ասեց տղամարդ էր, ինձ ճանաչում էր, ասեց այ տղա ինչ եք արել այս աղջկա հետ։ Ասում եմ ինչ ա եղել բժիշկ ջան։ Հիմա կես մարդ է այս մարդը։ Սրտի կեսը չի աշխատում, սրտի ետևի պատը չի կծկվում։ Ասում ենք ոչ մի բան չեն կարել։ Դևերն են արել։ Օրհնյալ լինի մեր Տերը, բժշկեց, նա ապրում է, նա առողջ է, փառք Հիսուսի։ Փառք Աստծուն, ամեն, փառք Տիրոջը։ Եվ հավատում եմ, որ Աստված, եթե դու ունես խնդիր, մի տխրի, սրտանց հավատա, սրտանց լցվի հավատքով։ Եթե չի բուժվում, միևնույն է, մի տխրի, սկսի հավատքդ զորացնել։ Սկսի հավատքդ զորացնել։ Ես մի անգամ պատմել եմ Քենեթ Խեգենի կինը, հզոր ասու մարդ։ Քենեթ Խեգենի կինը սրտի շատ լուրջ խնդիր ուներ։ Սիրտը լայնացել էր։ Եվ բուժում չկար։ Եվ բժիշկները ասում են, որ չի բուժվում, չել բուժվելուս է։ Մեծ տարիքով էին։ Ինքը որոշում է գատուն եւ իր ամուսնու Քենեթ Խեգենի քարոզները բժշկության վերաբերյալ լսի։ Հավատքը գալիս է լսելուց։ Ամեն օր լսում է, լսում եւ իր մեջ հավատք առաջանում բժշկության վերաբերյալ։ Եվ աղոթում են, խնդրում են, որ Տերը իրեն ողորմի եւ բժշկի։ Եվ մի օր իրենց տան հյուրասենյակում նստած կինը տեսնում է հրեշտակ, մի թափանցիկ անձնավորություն մտնում է ներս, ձեռքին ինչ-որ բան։ Ու ինքը նստած է լինում բազմոցին, ասում է ձեռքը մտցնում է կրծքավանդակի մեջ, այդ իր ձեռքինը դնում է ներսը, ներսից հանում է սիրտը, վերցնում է ձեռքը եւ անհետանում է։
Ու ինքը զգում է իր ամառնում, որ ինքը բժշկված է, բուժված է։ Ամուսնուն պատմում, ասում է, սենց բան եղավ։ Ամուսինը փառք է տալի, ասում արի գնանք մի հատ բժշկի մոտ։ Գնում են բժշկի մոտ, բժիշկը ստուգում է, ասում է, «Էս ի՞նչ է ձեր հետ կատարվել։ Իմ կյանքի ընթացքում ես այսպիսի հրաշք չեմ տեսել»։ Բացում է հին նկարը սրտի եւ նոր նկարը սրտի։ Ասում է, սա ամբողջությամբ նոր սիրտ է։ Էսա քո հին սիրտը, նկարի մեջ, համակարգչով, սա քո նոր սիրտն է։ Այսպիսի հրաշք ես չեմ տեսել։ Բժշկական ձևով նորից հաստատվում է սիրտը, հավատքի միջոցով փոխվում եւ առողջանում է։ Ամեն։ Կասես Հովիվ ջան, ես հեքիաթներ ես պատմում։ Դա իրական դեպք է, որը իրոք հաստատված է բժշկությունով։ Փառք մեր Հիսուսին, եւ դա կարող է կատարվի քեզ հետ, ինձ հետ։ Մեր Աստված կենթանի է։ Ուղղակի մեզ պետք է հավատալ։ Ամեն։ Հավատքը ավելացնել։ Եթե քո հրաշքը չի կատարվում, նշանակում է հավատքդ քիչ է, ավելացրու։ Եթե դու գնում ես մեքենա գնելու, օրինակի համար եմ ասում, եւ ուզում ես գնես, ասենք թե $50,000 մեքենա եւ քո մոտ $10,000, դու չես կարող դա գնես, քիչ է, ֆինանսդ քիչ է։ Նույնպես հրաշքներ կան, որ պահանջում են համապատասխան հավատք։ Հավատքը դա երկնային վալյուտան է։ Եթե չես կարողանում վերցնես, նշանակում է քիչ է։ Ավելացրու հավատքդ, լսի, այդ ինչ որ քեզ պետք է հենց դրա վերաբերյալ լսի ծառայություններ, քարոզներ, որ ավելանա քո մոտ հավատքը։ Կարդա Աստվածաշնչից տեղեր բժշկության համար։ Ֆինանսա պետք, կարդա ֆինանսների համար, որ տվյալ հարցի շուրջ քո հավատքը ավելանա։ Եվ զորանա եւ դու վերցնես այդ հրաշքը, գնես դա։ Ամեն։ Տերը զորացնի ձեզ։ Ես ուզում եմ, որ բոլորդ օրհնված լինեք։ Հովների նպատակն է, որպեսզի եկեղեցին իրենց տրված հոտը առաջնորդեն առողջ, առատությամբ, օրհնված։ Օրինակ իմ երազանքն է միշտ տեսնել դա եւ լինել շատ երկրպագող եկեղեցի։ Գիտես, որ հավաքվենք, սրտանց երկրպագենք եւ Տիրոջ հոգին սենց սավառնի մեր վրա, մենք զգանք, մեր հոգին ջրվի։ Դա իմ երազանքն է, որ սրտանց երկրպագենք ու վայելենք Տիրոջը։ Ու մենք հասնելու ենք դրան։ Մենք գնում ենք փառքից փառք եւ ամեն մեկը լինելու եք օրհնված, առատությամբ, առողջ Հիսուսի անունով։ Ամեն։ Թշվառությունը մեր եկեղեցու համար չի։ Հիվանդությունը մեր եկեղեցու համար չի։ Մենք պիտի գանք, առողջանանք։ Պիտի գանք եւ աճենք։ Ինչ չափի մեջ որ եկել ենք, դրանից պիտի բարձրանանք։ Հիսուսի անունով հավատում ես։ Եկեք ծափարենք Տիրոջը։ Փառք մեր հասուն։ Ուրեմն Երեմիա 27-րդ գլուխ 5-րդ խոսք։ Ես եմ ստեղծել երկիրը եւ մարդը եւ անասունը, որ երկրի երեսին են, իմ մեծ ուժով եւ իմ մեկնած բազուկով, եւ տալիս եմ այն նրան, ով որ հաճելի է իմ աչքին։ Հասկանալի է։ Կասես Հովիվ ջան, բանձի խի չի տալի։ Ես գիտեմ, որ շատ հաճելի եմ Տիրոջ աչքին։ Փառք ասու, որ դու այդպես գիտես։ Ուրեմն չես ուզում։ Աստված ասում է չունեք, որովհետև չեք խնդրում։ Խնդրեք եւ կունենաք։ Կասես այնքան եմ խնդրել, չի լինում։ Ուրեմն հետևի անձիդ, սրտիդ։ Ամեն։ Միգուցե քո մեջ մարմնավոր վիճակը շատ է։ Խնդրում ես, որ հպարտանաս։ Խնդրում ես, որ տեքորդ կնոջը տրակացնես։ Հա, սենց բաներ լիքն է, ժողովուրդ ջան։ Աստված հո երեխա չի, ամեն բան գիտի։ Ինքը գիտի այդ ինչի համար ես խնդրում։ Ինչ ես ուզում ում ապացուցես։ Ասում է, իսկ եթե խնդրում եք եւ չեք ստանում, նշանակում է չար ձևով եք խնդրում։ Հələ հասուն չեք, հələ երեխա եք։ Տրակացնելու համար եք խնդրում։ Իսկ Աստված չի ուզում, որ դու մարդ տրակացնես։ Աստված ուզում է, որ դու մարդ փրկես։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Դրա համար ասում է, ես եմ ստեղծել այս ամեն բան։
Տերն է մեզ բերե այս երկիր։ Ով է իր կամքով որոշե գա այս երկիր։ Կա մարդ, որ ինքը գցե բռնե որոշել է, եկել է այս երկիր։ Չկա այդպես մարդ։ Տերն է մեզ ստեղծում այս աշխարհում։ Եվ Տերն էլ մեզ իր որոշած ժամանակ տանում է այս աշխարհից։ Դրա համար արժե Տիրոջը պաշտել ու երկրպագել։ Գոհանալ ու շնորհակալություն հայտնել։ Ամեն։ Ու խոսքը ասում է ես եմ ստեղծել, անասունն էլ, կենդանական աշխարհ, ամեն բան, մարդուն ստեղծել եմ ես։ Եվ ով որ հաճելի է ինձ, նրան տալիս եմ։ Ինչ եմ տալիս։ Օրհնություն, իշխանություն, առատություն, առողջություն տալիս եմ։ Հիմա այնպես արա, որ հաճելի լինես իմ աշկին։ Գիտես, որովհետև Աստծո խոսքը եթե կարդում ենք, հին ուխտում էլ։ Ինչ-որ մեկին ասում է, ես այս Հակոբին սիրեցի, բայց Եսավին ատեցի։ Այսինքն հաճելի չէր Եսավը։ Ինչ-որ մեկին ասում է իրանց կռապաշտության եւ անհավատարմության պատճառով, ասում է ես այս ազգից զզվեցի։ Այսինքն այնպես չի, որ Տերը բոլորին սիրում է։ Ինչ-որ մեկից զզվում է, ինչ-որ մեկին ատում է, բայց ասում է ով ինձ հաճո է, հաճելի է ինձ, նրան տալիս եմ, օրհնում եմ, լցնում եմ։ Ուզում ես հաճելի լինես Տիրոջը։ Փառք Աստծո։ Ուրեմն սկսի հավատալ ու վստահել Տիրոջը եւ ապրել Տիրոջ խոսքի համեմատ։ Մենք գիտենք Աստված ինչ է սիրում եւ ինչ չի սիրում։ Ամեն։ Գիտենք ինչը սիրում է, ինչը բոլորս էլ գիտենք։ Այդպես մարդ չկա, որ միամիտ է ինքը չգիտի։ Անկամ հոգիդ քեզ հիշեցնում է։ Անկամ մի բան, որ որոշում ես, զգում ես, որ Աստված չի սիրում դա։ Մի արա, որ ասուն չբարկացնես։ Աստված սիրում է, որ գոհանա, շնորհակալություն հայտնես, ամեն։ Այդպես ապրի։ Աստված չի սիրում, որ տրտնջաս, մունատ գաս եւ այլ եւ այլ։ Մի արա այդպեսի բան, եթե անգամ նեղության մեջ ես։ Ասма զգուշ եղի քո նեղության օրը, որ հանկարծ ամբարշտության չդառնաս։ Որովհետև դու դա ընտրեցիր ավելի շատ քո նեղության օրը, ամբարշտության դառնալ։ Մունատ գալ, փնթփնթալ, քննադատել, զգուշ եղի այդ օրը։ Այլ ամեն ժամանակ սկսի գոհանալ, փառավորել։ Ամեն։ Փառք մեր Տիրոջը։ Ուրեմն Աստված ստեղծել է ամեն ինչ եւ ասունն է արծաթը, ոսկին, գանձերը եւ ամեն ինչը։ Աստված ասում է տալիս եմ նրան, ով ինձ հաճելի է։ Ուրեմն պետք է ապրենք ճիշտ, որ ասուն հաճելի լինենք։ Ամեն, փառք Աստծո։ Ուրեմն առաջի Թեսաղոնիկեցիս 5-րդ գլուխ։ 5-րդ գլուխ եւ 23 խոսքը։ Եվ ինքը խաղաղության Աստված ձեզ սուրբ անե բոլորովին։ Եվ ձեր բոլոր հոգին եւ շունչը եւ մարմինը, տեսեք, սա մարդու կառուցվածքն է։ Որոշ աղանդավորներ ասում են մարդը հոգի չունի, մարդը անասունների պես է։ Այսինքն մարդը ունի միայն մարմին եւ շունչ, ինչպես կենդանիները։ Բայց Աստվածաշունչը ասում է, եւ ձեր բոլոր հոգին եւ շունչը եւ մարմինը Աստված անարատ պահե մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալը։ Այսինքն մենք ամեն մարդ ինքը շունչ է, մարմին եւ հոգի։ Առաջինը գրված է հոգին, շունչը եւ մարմինը։ Ամեն։ Ամեն մեկս բաղկացած ենք 3 մասից։ Եվ Աստված ուզում է, որ մենք անարատ լինենք։ Եվ դա մենք պետք է քայլ անենք։ Մենք պետք է հասկանանք ճշմարտությունը եւ մեր անձերը պահենք անարատության մեջ։ Առաջինը մարմին։ Ինչ է մարմինը։ Մարմինը մեր կառուցված է, բոլորդ գիտեք, մսից, ոսկորից եւ արյունից։ Մարմինը իր մեջ նաեւ ունի 5 զգայարաններ. լսողություն, տեսողություն, հոտառություն, համ առնելիք եւ ինչ։ Շոշափելիք։ Փառք Հիսուսին։ Այս 5 զգայարանները մարմնի մեջ է։ Երկրորդ շունչ։ Շնչի մեջ մտնում է միտք, կամք,
եւ զգացմունքներ։ Ամեն։ Երրորդ հոգի։ Հոգու մեջ մտնում է կանխազգացում, խիղճ եւ Աստծո հետ փոխհարաբերության տեղ։ Մենք Աստծո հետ հարաբերվում ենք, փոխհարաբերվում ենք հոգով։ Մեր հոգով։ Սուրբ հոգին մեր հոգու մեջ է, մեր հոգու հետ է։ Եվ մենք փոխհարաբերվում ենք, եթե մենք զարգացրել ենք մեր մեջ Աստծո հետ փոխհարաբերությունը։ Հիմա Աստված ուզում է, որ այս ամենը երեքն էլ հոգին, շունչը, մարմինը, որը իր հերթին բաղկացած է նաև 3 մասից, անարատ լինի, եւ մարմինը, եւ շունչը, եւ մեր հոգին։ Շնչի մեջ մտնում է մեր միտքը եւ զգացմունքները։ Սատանան շատ ժամանակ գալիս է հենց մեր շնչին է կպնում։ Եվ մանկությունից քեզ կարող է տանի մերժվածության, անարգանքի, ինքնագնահատականի անկում, որ դու արժան չես, դու ով ես, եւ այդ ամեն ինչը քեզ սպանելու համար է։ Դա քո հիշողությունն է։ Գոյություն ունի նաեւ զգացմունքներ։ Զգացմունքներն էլ նա ուզում պղծի։ Ես մի քիչ հետո կկարդամ այդ զգացմունքների մասին, մի քիչ լուրջ է, բայց Աստվածաշունչն է։ Ոնց է մարդու մոտ զգացմունքները փոխվում։ Ոնց է փոխվում։ Մարդը ստեղծված է կին տղամարդ լինելու, չէ, ընտանիք, բայց սատանան պղծում է, բերում դարձում է կին ընտանիքում կամ տղամարդ։ Զգացմունք է փոխվում, որը եւ ազդում է մարդու հոգու վրա։ Ամեն ով է հասկանում։ Դրա համար սիրելիներ ջան, շատ կարևոր է, որպեսզի մենք անարատ մնանք։ Մեզ պետք է մեր միտքը քննենք։ Հիշենք մեր մանկությունից, ով ինչ վատություն է մեզ արել։ Եվ այդ դառնությունները, այդ հիշողությունները երբեմն մնում են քո հոգու մեջ եւ ձևավորում են քո մեջ բնավորություն։ Եվ դու կարող ես լինես շատ ընկճված, կոտրված, դու կարող ես այնպես սեր չես տեսել մանկությունից, որովհետեւ քո ասենք թե ծնողը մահացել է, մայրը կամ հայրը, ինչ-որ պատմություն կար, պատմեցին, տպավորվել է այն մեջ, մահացել են, իրան պահել են քեռին եւ այնտեղ, չգիտեմ, հորքուրը այդ երեխուն, եւ սեր չեն տվել երեխուն։ Այդ երեխան մեծացել է մանկությունից մերժված։ Այդ երեխան տեսել է, որ լավ կտորը իր հորքուրը տալիս է իր երեխուն։ Այն վատ կտորը տալիս է իրան, որտեղ նույնը քեռին բռնություն է արել։ Հասկանում ես, ամեն մարդու կյանքում այնքան անօրենություններ կարող է լինի մանկությունից, որ դա մարդու մեջ շնչի մեջ նստած է։ Ատելություն, հակառակություն, մերժվածություն, կոտրվածություն, եւ Աստված ուզում է, որ մենք մեր շունչը կատարյալ լինի։ Ինչ է պետք դրա համար։ Մեզ պետք է դրա համար այդ մարդկանց ներենք։ Ես չգիտեմ, շատերը Ջոյս Մայերի պատմությունը գիտեք մանկության ժամանակ։ Հետո Ջոյս Մայերը ներեց, հետո պատիվ տվեց հորը եւ կերակրեց մինչեւ խոր ծերություն։ Եվ տեսնում ենք Աստծո արած օրհնությունը Ջոյս Մայերին։ Գիտես, փառք Աստծո, որ մեզ հետ նման բաներ չի եղել, Տերը թույլ չտա։ Բայց մենք պետք է մի քիչ ավելի լայն շրջանակներով նայենք ու մտածենք։ Ով ինչ մշակույթից է եկել, ինչ ընտանիքից, ինչ դաստիարակությունից, եւ որպեսզի մենք էլ կարողանանք այդ մարդկանց հետ ճիշտ աշխատենք։ Ես Հիտլերի մասին լսեցի, որ ինքը շատ դաժան մանկություն է ապրել։ Հիտլերը սեր չի տեսել, շատ դաժան է մեծացել, սառը մթնոլորտում։ Եվ դրա պտուղը մենք տեսնում ենք 6 միլիոն հրյա սպանեց։ Նայած մարդու շնչի մեջ ինչ է մանկությունից, ոնց է եղել եւ ինչ է եղել։ Բայց մեր հետ էլ ամեն մեկիս հետ ինչ-որ բաներ եղել է, ինչ-որ բան մեզ նեղացրել է, ինչ-որ բան դուրներս չի եկել, կներեք, քեռին, հորքուրը, մորքուրը, չգիտեմ, կիսուրը, կեսրարը եւ այլ, ընդཐուպ գիտեք ինչ հայտնաբերեցի, անցած շաբաթ Ծաղկաձորում էինք եւ Անգլիայի ծառայողներ էին եկել ու խոսում էին, ու տարիքով մարդիկ էին, բոլորը զինվորական, Անգլիայի բանակի զինվորական, տարիքով ապաշխարած,
հետաքրքիր բաներ էին շատ պատմում։ Ասեցին, մենք գիտենք, որ ձեր երկրում պատերազմ ա եղել։ Մենք գիտենք ձեր երկրում ինչ որ կատարվել ա Ղարաբաղի հետ, Արցախի հետ։ Ու գիտեք, ես իմ մեջ բան բացահայտեցի, բայց երբեք չէի մտածել, որ դա կարող է ասուն դուր չգա։ Բացահայտեցի, որ ես հարևան երկրի նախագաներին ատում եմ։ Բայց չէ, որ Աստված ասել է ներեք եւ սիրեք։ Եթե դուք չներեք, ձեզ չի ներվի։ Իմ մտքով չեր էլ անցնում, որ դա մեղք կարա լինի։ Եվ նրանք ասեցին, ու շատ ճիշտ ասեցին Աստվածաշնչով, որ նրանք ընդամենը մարդիկ են, որոնց սատանան վերցրել է, դարձրել է իր անոթները եւ օգտագործում է։ Իսկ մեր կռիվը մարմնի եւ այրան հետ չի։ Մեր կռիվը դևերի սատանայի հետ է, որոնք իրենց բռնել են։ Հիմա մենք մոռացել ենք սատանայի դևերին, մենք հիշում ենք այդ մարդկանց։ Ու իմ մտքով անցավ իրոք, ոնց որ չեմ սիրում, ատում եմ ես այդ մարդկանց իրանց արարքները եւ այլ եւ այլ։ Ու մենք ապաշխարեցինք Տիրոջ առաջ, ներողություն խնդրեցինք ու խնդրեցինք նաեւ այդ մարդկանց համար բարեխոսեցինք, որ իրենք նույնպես ապաշխարեն, որտեղ իրանք մարդ են, իրանք ընկած են գերի եւ իրենք չգիտեն դրա մասին։ Եվ Աստծո կամքն է, որ հավատացյալը այսպես լինի, որ իր շունչը եւ զգացմունքները բժշկված լինեն։ Դրա համար պետք է խոստովանել, զղջալ, բարեխոսել ու ինձ իրենց ավակ ասեց, իսկ դու հիմա կարող ես օրհնել։ Մտածի, լավ, ներել եմ, բայց օրհնել ոնց որ մի քիչ դժվարանում եմ օրհնեմ։ Ասենք կետերա, որ բռնացնում է, իրական սերը օրհնում է։ Որովհետև մենք կարանք մեզ շատ լավ հարմարացնենք, չէ՞։ Ու մեզ էլ արդարացնենք։ Բա ինչ են մեր երեխեքին այսքան արունը թափեցին։ Բա ինչի սենց եղավ։ Բա ինչի մեր ուխտերը, պայմանագրերը, որ կնքված էր, դրժեցին։ Բաներ կա, չենք խոսում, բայց մեզ դուր չի գալի, անձամբից դուր չի գալի։ Եվ դրա հետ կարող է մի ամբողջ ժողովուրդ դուատես։ Այդ դեմքի հետևում կանգնած ժողովուրդը։ Ու դու չհասկանաս, որ դու ատելության մեջ ես։ Ով է ինչ որ հայտնություն ստանում։ Տերը զորացնի ձեզ։ Սկսած ձեր մանկությունից, ձեր բարեկամությունից, վերջացրած մինչև երկրի դեմքերով, հարևան պետության, պետք է ներենք, բարեխոսենք եւ ազատ լինենք, որպեսզի Աստված էլ մեզ ների եւ մեզ օրհնի։ Եվ ձեր բոլոր մարմինը, շունչը եւ հոգին անարատ մնա մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի վերադարձը։ Ամեն։ Եվ մենք խնդրում ենք Տիրոջը, խոստովանում ենք եւ Տերը մեզ անարատ է պահում։ Մեր խիղճը, Տերը մեր հետ խոսում է մեր խղճի լեզվով։ Դա հոգու մեջ է։ Եթե խիղճը դրել ես մի կողմ, դա մեծ խնդիր է քո կյանքում։ Խիղճը հենց լեզուն է, որով Աստված քո հետ խոսում է, որ հասկանաս ճիշտ է դա, թե սխալ է։ Ամեն։ Փառք մեր Աստծուն։ Եվ շատ կարևոր է, որ մենք չտխրենք։ Տերը ուզում է, որ մենք ուրախ լինենք։ Ամեն իրավիճակում ուզում է, որ ուրախ լինենք։ Այդ ամեն ինչը գիտեք սատանան ինչ է անում մեր հետ մանկությունից։ Ես նկատել եմ, որ միշտ տխուր լինենք։ Ես 20 տարեկան տղա էի, արդեն 20 տարեկան հասակում, ունեի իմ տունը, ունեի իմ մեքենան, ունեի իմ կինը, բայց հələ չունեի երեխաներ։ Ունեցա հետո փառք Աստծո, մի տարի հետո։ Բայց շատ տխուր էի։ 20 տարեկանում շատ տխուր էի, այդ ամեն ինչը կար։ Իմ հայրը մի օր ինձ ասեց, տղա ջան, ինչ անենք քո համար, որ դու ուրախ լինես։ Ես էլ մտածում եմ այդ տարիքում, այդ բանի մեջ, մտածում եմ, ինչ պետք է անենք։ Ասում եմ, դու միշտ տխուր ես։ Մանկության հետ հուշեր կան, որովհետև ինձ թողել էին իմ տատիկ պապիկների հետ, տատիկ պապիկի հետ գնացել եմ։ Ես տես փոքր երեխա, տես մեծացել եմ տատի պապի հետ։ Չգիտեմ, շնչի վրա է ազդում դա, զգացմունքների վրա է ազդում դա, ու մարդը կարող է տխուր լինի։
Բայց Քրիստոսով մխիթարվենք, սիրելիներ ջան։ Քո կյանքում էլ կան, չէ՞ նման բաներ։ Փառք մեր Տիրոջը։ Թող կատարյալ լինի մեր շունչը, մարմինը եւ հոգին։ Ու մենք պետք է հետևենք դրան, մեր շնչին էլ հետևենք։ Ուրեմն Առակաց 17-րդ գլուխ Առակ 17:21 Հիմարը տրտմություն է իր ծնողների համար եւ տխմարի հայրը չի ուրախանա։ Տեսեք, ամեն ինչ կատարվում է, որ մարդը ուրախ չլինի։ Որովհետև եթե դու չլինես ուրախ, դա հոգու պտուղ է, սեր, ուրախություն։ Նաև քո հավատքը չի գործի։ Եթե դու տխուր լինես, դա դևերին եւ սատանային շատ դուր է գալի։ Բայց ցավոք սրտի տեսնում ենք կյանքում, որ մենք ուզում ենք ուրախ լինենք, բայց այնքան բաներ կա մարդու կյանքում, որ չի թողում դու ուրախ լինես։ Օրինակ, հիմարը տրտմություն է իր ծնողների համար։ Ով որ հիմար երեխա ունի, տրտմություն է իր ծնողների համար։ Ես տեսել եմ մարդիկ իմ տարիքի, ինձնից մեծ փոքր, ինձանից մեծ էլ, մի օր հիշում եմ, մեկի հայրը ինձ ասեց ափսոսում եմ, որ մեռնեմ եւ իմ տուն ու տեղը ունեցվածքը պիտի թողեմ ես հիմարին։ Ու իրականում ինչ էր, հիմարությունը ինչու էր կայանում, ես այդ տան մեջ էի գործով եւ հարցրեցի ո՞նց ես տղային, իսկ տղան այցելում էր եկեղեցի, հավատացյալ էր։ Ծնողները տանը կանգնած, ասում այս խոզերի հետ ոնց պիտի լինեմ։ Ծնողները չեն գնում հավաքույթի, ինքը գնում էր։ Ու հենց այդ ժամանակ հայրը ասեց ափսոսում եմ, որ մեռնեմ ու ունեցվածքը սա պիտի վայելի։ Հասկանում եք, բաներ կա, իրոք հիմարություն է։ Լավ մարդը չի գալի եկեղեցի։ Քո ծնողներն են, ինչի ասես խոզ։ Մարդ էլ կար խաղամոլ էր։ Ամբողջ հորն ու մոր ունեցվածքը տանուլա տվե, ու բացի այն, որ տանուլա տվե, դեռ այնքան էլ կա փակվելու պարտքերը։ Ու նայում են իմ երեսին ծնողները, գլուխները կախ, չգիտենք ինչ անենք, շիվարած են, ամբողջ կյանքներս աշխատել ենք, լրիվ ունեցվածքը, դա հիմարություն է, թե չէ։ Դրա համար խոսքը ասում է հիմարը տրտմություն է իր ծնողների համար, եւ նման բաներ շատ կան, շատ օրինակներ, եւ տխմարի հայրը չի ուրախանա։ Մարդկանց կյանքում այսպես բաներ կա, բայց Աստված առաջարկում է ուրախանալ, խաղաղվել, երբ որ քո հույսը Աստծո վրա է, երբ որ դու Աստծով ես մխիթարվում եւ Աստված քո հարազատն է, քո սեփականությունն է, դու կսկսես ուրախանալ։ Բայց եթե կյանքդ կապել ես քո հարազատների, բարեկամների հետ ու չգիտես ով ինչի մեջ է եւ ով ինչ դևերով է բռնված, քեզ թույլ չեն տա որ դու ուրախանաս։ Դևերը նրանց միջի թույլ չեն տա որ դու ուրախանաս։ Դրա համար մի վիրավորվի, շունչը տանարատ պահի, զգացմունքներդ, մխիթարվի Աստծով։ Միևնույն է այդ ով որ կա, նա էլ քոնը չի, նրան քեզ տվել Աստված։ Խնդրի տո Աստված ողորմի, սիրտը հոգի տա որ ապաշխարեն։ Եթե ապաշխարեն միտքը լրիվ կնորոգվի, կվերականգնվեն։ Հիմարությունը կհեռանա, իմաստությունը կգա։ Իսկ մինչև դա չի կատարվի, մխիթարվի Աստծով, ապրի Աստծով, որ ուրախ լինես։ Ինչու ուրախ լինես։ Ուրախ սիրտը օգտակար է ինչպես դեղ, բայց կոտրած սիրտը ոսկորները կչորացնի։ Այդ դրա համար է Տերը ուզում որ ուրախ լինես։ Ուրախ սիրտը դեղ է մեր համար, ժողովուրդ, օգտակար է, ոսկորների համար էլ է օգտակար, բայց տխուր սիրտը կչորացնե ոսկորներ, հիվանդություն, հոդացավեր ու չգիտեմ ողնաշարի ցավեր ու տարբեր բաներ կհայտնվեն։ Դրա համար որոշի կյանքդ ուրախ ապրես, թեթև ապրես, ոչ մի բան սրտիդ մոտ չընդունես, ամեն, որ սիրտը չտրակացնեն,
Թե չէ սիրտդ կտրակի, մի քիչ մոտ ընդունես։ Ասես հոր ջան, ես ինչ հույս ես տալի մեզ։ Ժոր ջան, հույս եմ տալի իրոք։ Տերը օրհնի ձեզ, զորացնի ձեզ։ Ձեր միտքը բժշկի, ձեր մտքի մեջ են հին հիշողությունները, վիրավորանքները, կոտրված տեղերը բժշկի։ Ինչը որ քոնն է ապաշխարի, ինչը որ քո հետ են արել, ների։ Ուղղակի ասես, բայց ներողություն չի խնդրել, ոչինչ դու ների։ Մարդը ասում է, բա պիտի չկա ներողություն խնդրի նորները։ Այ մարդ դու ների, կգա, չի գա, դու ների։ Կարող է սատանան չի թողնում ինքը գաս, ամբողջ կյանքդ ատելով ապրես, քեզ ես վնասելու։ Ամեն, փառք մեր Հիսուսին։ Մատթեոս 5-րդ գլուխ 5-րդ գլուխ 10-րդ խոսք։ Երանի նրանց, որ արդարության համար հալածված են, որ նրանցն է երկնքի արքայությունը։ Երանի է ձեզ, երբ որ կնախատեն ձեզ, կհալածեն եւ ամեն չար բանը սուտ տեղը կասեն ձեր վրա իմ պատճառով։ Ուրախացեք եւ ցնծացեք, որ ձեր վարձքը շատ է երկնքում, որովհետեւ այդպես հալածեցին մարգարեներին եւ ձեզանից որ ձեզանից առաջ կային։ Ամեն։ Հիսուսն էլ է ասում, այ մարդ սուրբ ենք, կատարյալ ենք, լրիվ ուղղվել ենք, լրիվ դզվել ենք, զգում ես ավելի շատ մարդիկ են սկսում ատել։ Ասում ես, լավ, ես այդքան լավ տրամադրված սիրուն, լավ հարգանքով, հյուրասիրությունով, նվերով, բայց ինչի ես քան ատեմ։ Նույն բանը ինձ թվում է մտածում էր Աբելը։ Ինքը Աստված բարեհաճել էր Հաբելի զոհը եւ Կայինի զոհը չէր հաճել։ Հիշում եք։ Կայինը կատաղել էր, հակառակվել էր։ Ինչի պիտի Աստված քեզ հաճի, ինձ չհաճի։ Ժորդ sense բան կա մարդկանց մեջ։ Մարդիկ զգում են, որ Աստված քեզ բարեհաճել է։ Դուր եկել ես, առաջի համարը կարդացի։ Ով ինձ դուր է գալի, նրան տալիս եմ, օրհնում եմ։ Մարդիկ հակառակվում են չարությունից, նախանձից։ Կայենի նախանձը գործում է։ Եթե այն ժամանակ երկու եղբայր էին ընդամենը ամբողջ երկրագնդի վրա եւ մեկին Տերը բարեհաճեց եւ մյուսին չէ ու սպանեց Կայենը Աբելին, հիմա այդ նույն բանը ամեն ընտանիքում կարա լինի։ Դա օրինակ է։ Եթե Աստծո բարեհաճությունը ձեր վրա է, դա լինելու է, մի տանջվեք, ուրախ եղեք։ Ամեն։ Աստված ասում, Հիսուսն ասում, եթե զուր տեղը ձեզ ատում են, դու քննում ես քո անձը, դու վատ բան չես արել, չես ասել, չես արել, քննում ես, եւ քեզ ատում են, ուրեմն Կայինի հոգին է։ Տերը ասում է, ձեր վարձքը շատ է երկնքում, ուրախացեք, փառք տվեք։ Ծաղկաձորում մի եղբայր կար, հովիվ շփվում էինք, ասում է, Պավել եղբայր ասում է, մեկ-մեկ ին վրան են բաներ են գցում, ատում են, մեղադրում են, այն մարդ մտածում եմ, ասում այս ախարը այդ մարդը չեմ, այդպես բան չեմ արել, ասում այս խոսքը վերցնում եմ, գնում եմ տուն, սկսում եմ ուրախանալ, երգել, փառավորել ասում, ասում կինս արդեն գիտի, ասում էլի քեզ չարախոսել են, ասում եմ հա, արդեն ասում ես այս ձևը վերցրել եմ, գիտեք հասարակ բան է, չէ, կարդում հասնում ենք առաջ, բայց կարելի է ուրախանալ ու փառք տալ ասում։ Ինչի համար, որովհետև մեր վարձքը, մեր օրհնությունը շատ է, թե այստեղ երկրի վրա, թե այնտեղ երկնքում։ Փառք Հիսուսին, որոշում ես ուրախ լինես։ Ամեն, փառք Աստծո։ Էլ ոչ քո արդարությունը բացատրի, ոչ քո սրբությունը, էլ ոչ ասա ես մեղավոր չեմ, էլ ոչ գնա ոնց են ասում, երես բերես անելու։ Դու սենց ասիր, ինքը նենց ասեց, ես սենց ասի, ես տենց չեմ ասել, ինքը ասում է, չէ դու ասել ես, ու սենց մի հատ քաոս է սկսվում դիվային։ Դրա համար գիտես մաքուր ես Աստծո առաջ։ Փառք ես Տեր, շնորհակալ եմ, իմ վարձքը շատ է, ուրախ եմ։ Ու ներում եմ սրանց, որ ինձ չարախոսում են։ Կայենին ներում եմ։ Ու փառք ես, որ իմ գլուխը չի ջարդել քարով, ոնց Հաբելին Կայենը տվեց սպանել, չէ։
Փառք ես Տեր, որ ինձ պահում ես, որ ապրում եմ։ Ահա որ բանա նախանձը, Տերը ազատագրի ամեն մեկիս եւ թույլ չտա մեր դեմ այդ չարությունը լինի։ Ամեն։ Հռոմեացիս առաջի գլուխ, վայ, ժամանակը մեր թռավ, լավ, կկրճատեմ համարները մի քիչ։ Հռոմեացիս առաջի գլուխ հետաքրքիր է քեզ, թե չէ, սիրելիներ ջան։ Որոշ մարդիկ երեք եղել են մեծամորում, կասեն, ով ջան, բայց երեք ասես բաներ չես խոսել։ Ես ասել եմ, Տիրոջ հետ հոսում ենք։ Մեծամորում մեծամորի պես, հոկտեմբերանում հոկտեմբերանի պես, ոնց Աստված կառաջնորդի, կհոսենք տենց։ Ամեն, փառք Աստծո։ Հռոմեացիս ուրեմն առաջի գլուխ 21 խոսք։ Որովհետև Աստծուն ճանաչելով նրան Աստծո պես չփառավորեցին կամ շնորհակալ չեղան, այլ իրենց մտածմունքներում ունայնացան եւ նրանց անմիտ սրտերը խավարվեցավ։ Աստծուն ճանաչում են, Աստծուն Աստծո պես չեն պաշտում, չեն փառավորում։ Դրա համար մարդու սիրտը խավարում է, խամրում է։ Մարդիկ մտածում են շատ իմաստուն են, բայց իմաստություն չկա։ Հիմարացած են։ Բայց որ նայում ես դեմքին, այնքան խելացի իմաստուն հայացքներ կա, աչքեր, sense նայում ես աչքերին, ասես ինչ խելացի տղա է։ Այդ օրինակը դուրս գալիս է։ Բա որ մի հատ էլ ծխախոտ դնում է բերանը, այս անկյունը, ու ծուխը մտնում է աշկը, աշկից արցունք է գալի, sense իմաստուն նայում է քեզ։ Ու ուզում է խորհուրդներ տա։ Ուզում ես ասես աղբերս գոնե դի ֆայմի բերանցը թանի, դա իմաստություն է, նոր խրատ դու։ Կա չէ սենց բաներ։ Բայց իրականում հիմարանում են, երբ որ հավատքից հեռանում են։ Ասելով, թե իմաստուն են և հիմարանում են։ Ինչի համար, 25 խոսքը, որոնք Աստծո ճշմարտությունը ստության հետ փոխեցին և երկրպագեցին և պաշտեցին ստեղծվածներին քանց թե ստեղծողներին, քանց թե ստեղծողին, կներեք, որ օրհնյալ է Հավիտյանս, ամեն։ Դրա պատճառով, որ ստեղծվածներին են պաշտում և ոչ թե ստեղծողին, հիմարացել են։ Նրա համար Աստված մատնեց նրանց անարգ կիրքերի և նրանց էգերը բնական գործածությունը փոխեցին անբնականի հետ, այնպես էլ արուները կնոջ բնական գործածությունը թողելով իրենց ցանկություններով իրար հետ բորբոքվեցան, արուները արուների հետ խայտառակություն էին գործում և այն փոխարենը, որ արժան էր, իրենց մոլորությանն, իրենց անձերում ընդունում էին։ Ինչպես որ այսինքն սա ինչ է, այնքան հիմարացան, մինչև բնական գործածությունը որն էր, Աստված ստեղծել է կին տղամարդ, նրանք այնքան հիմարացան, որ փոխեցին տղամարդ ընտանիքը, կամ կին և կին։ Եվ կողից տեսնողն էլ է ծիծաղում, և տհաճ է և ծիծաղելի։ Սա կատարվեց մարդկանց հետ դեռ քանի հազար տարի առաջ։ Եվ ինչպես որ չընտրեցին ասուն ունենալ իրենց գիտության մեջ, մտածում են եկա մարդ ենք, տղամարդ ենք, կամ ինչ գիրք կարդալու ժամանակն է։ Խոսքը դրա մասին է, և ինչպես որ չընտրեցին ասուն ունենալ իրենց գիտության մեջ, Աստված մատնեց նրանց անարգ մտքերի, որ անարժան բաներ գործեն, որոնք լցված են ամեն անիրավությունով, պոռնկությունով, անզգամությունով, ագահությունով, չարությունով, լիքը նախանձով, մարդասպանությունով, կռիվով, նենգությունով, չարաբարություն։ Որովհետև միտքը չեն տալի Աստծո խոսքին, որ հասկանան ապրեն, սատանան վերցրել է ինչ ասես դցրել է։ Եվ մարդիկ պղծված են ուղղակի։ Շունչը խառնվել է իրար, զգացմունքները խառնվել է իրար, միտքը խառնվել է իրար։ Մեր բառերով ասած համակարգիչը մարդու ներսի ամբողջությամբ վիրուսի մեջ խառնված է։ Դրա համար դրսից մարդը դառել է պղծված եւ անիծված։ Եվ ընդհանրապես գիտեք, մարդը երբ է պղծվում, Հիսուսը ասեց, բերանից դուրս եկածն է պղծում մարդուն, որովհետև բերանից դուրս է գալիս սրտի ներսի ցանկությունները, չարությունները։ Պղծվում է մարդուն։ Իսկ երկիրը գիտեք, երբ է պղծվում, սեռական պղծությունների պատճառով։ Սա ինչ որ կարդում եմ, սա սեռական պղծություններ է։
Պղծվում է երկիրը, պղծվում է մարդը։ Ինչա պղծվելը, անիծվում է։ Ուղեղը լրիվ ուրիշ ձև սխալ է աշխատում, հիվանդ է։ Դրա համար է մեզ պետք մոտենալ ասուն, պաշտել ասուպես, որպեսզի մեր միտքն էլ բուժվի, որ մենք ճիշտ մտածենք։ Օրինակ ես պարզ հիշում եմ առաջ, ես ոնց էի մտածում, մինչև ապաշխարելս։ Եվ ապաշխարելուց հետո ոնց սկսեցի մտածել։ Եվ ոնց կմտածես, այդպես կլինի քո կյանքը։ Ամեն։ Դրա համար Աստված մեզ միտք է տվել, որ ճիշտ մտածենք։ Ֆիլտրենք մեր բոլոր քայլերը Աստծո խոսքով, որ ամեն բան լավ լինի մեր կյանքում։ Ոչ ոք չենք ուզում, չէ՞ մեր երեխաները հիվանդ լինեն, հաշմանդամ լինեն։ Ոչ ոք չենք ուզում, չէ՞, վթարների մեջ ընկնենք, պարտքերի մեջ սենց տառապենք։ Ոչ ոք չենք ուզում։ Պղծվելը բերում է դրան։ Պղծվելը իր պտուղը եւ հետևանքները ունի։ Դրա համար եթե չես ուզում ճիշտ արա կյանքը, ճիշտ մտածի եւ զգացմունքները ճիշտ դասավորի, դարակներով։ Ու կտեսնես, որ օրհնված կլինես դու, քո ընտանիքը, քո թոռները, Փառք Հիսուսին։ Ամեն։ Ուրեմն ասեցի, սեռական պղծությունները պղծում են երկիրը։ Երկրորդը, արյունը, երբ որ արյուն է սթափում, սպանություններ, պղծում է երկիրը։ Երրորդը, կռապաշտությունը մարդկանց, պղծում է երկիրը։ Չորրորդը, ուխտերի դրժումը, պղծում է երկիրը։ Երբ որ մարդու բան ես խոստանում, ու չես անում։ Դա ուխտ է, պայմանագիր։ Դա կապված է թե պետության հետ, թե պետության գլուխների հետ, ուխտ են անում, պայմանագիր են կնքում եւ դրժում են։ Դա ասուն դուրս չի գալի։ Դա սուտ է, ստախոսություն եւ դա էլ է պղծում երկիրը։ Ուրեմն 4 բան, որ պղծում է երկիրը։ Երկինքը մեր Տիրոջինն է, ոչ մի բան չի պղծում։ Առաջին երկրի համար դա սեռական պղծություններն են, որ երկիրը պղծում է։ Երկրորդ դա արյունն է, արյունահեղություն, սպանություններ, պղծում է։ Երրորդը դա կռապաշտությունն է, որ մարդիկ արձաններ, եսի մինչեր դնում ու պաշտում են, դա պղծում է երկիրը։ Եվ չորրորդ ուխտադրժություն, խոստանալ եւ չանելը, սուտ խոսելը, պղծում է երկիրը։ Ամեն։ Փառք մեր Տիրոջը։ Այստեղ մի քանի համար անեմ, կարդամ Սաղմոս 18-ից, վերջի համարը, Փառաբանության խումբը կարող եք գաք, Սաղմոս 18-րդ, 21 խոսքից։ Դավիթ թագավորն է գրում, եւ սա մեր համար նաեւ խորհուրդ է, որ մենք զորանանք։ Որովհետև ես պահեցի Տիրոջ ճանապարհները եւ իմ Աստվածանից ամբարշտությունով չհեռացա։ Որովհետև նրա ամեն իրավունքները իմ առաջին են եւ ես նրա պատվիրանքները ինձանից չեմ հեռացնում։ Աստված ասում է, չէ, ինչը դուրս չի գալի։ Դավիթ ասում է, ես այդպես ապրում եմ եւ ինձանից չեմ հեռացնում Աստծո տված պատվիրանները։ Ես անարատ եմ նրա առաջին եւ զգուշանում եմ իմ անօրենությունից։ Ով կարող է այս ասի։ Ես անարատ եմ նրա առաջին եւ զգուշանում եմ իմ անօրենություններից։ Ամեն մարդ էլ մի քիչ իրան թույլ թողի, անօրենությունների մեջ կհայտնվի։ Բայց Դավիթ ասում է, ես անարատ եմ, ես հետևում եմ ինձ։ Հենց սա է, որ հետևում ես քո շնչին, մարմնին եւ հոգուն։ Եվ զգուշանում եմ իմ անօրենություններից կամ մեղքերից, որ ապաշխարեմ, որ դուրս գամ դրանից։ Ուստի Տերն էլ հատուցանում է ինձ իմ արդարության պես, իմ ձեռքի մաքրության պես նրա աչքի առաջին։ Ողորմածի հետ ողորմած ես, անարատի հետ անարատ ես, իստակի հետ իստակ ես եւ ծուռի հետ ծուռ։ Այ ահավորա, երբ որ Տերը ինչ-որ մեկի հետ ծռվի։ Ծուռի հետ ծուռ, մարդկա իրան ծռի տեղա դրե, Տերը ասում է, դե արի տղա ջան, արի, ծուռես քո հետ ծուռ ձևով վարվենք։ Պողոս առաքյալը օրինակը հիշեցի։ Ծուռի տեղեր դրե, Տերն էլ հայտնվեց, ասես Պողոս ջան, դժվար չի քեզ
խթանին քացի տալ, կամ ինչ որ մի սուր բանի ոտով խփել, կամ մեր ժողովուրդը ասում է, չէ, բիզի ծայրին գոմփով խփել, բիզը դնես ու ասես խփես, որ բիզը իրան ված զգա, բիզը այդ կոշկակարի գործիք է, մեր բառերով ասած, դե դրա համար արի մի քանի օր կուրացի, որ հասկանաս աշխարհն ինչ կա, Պողոսը մի քանի օր կուրացավ, հասկացավ, որ դժվար է խթանին քացի տալ, ծուր է ծուր, մինչև դզվեց ու մինչև կյանքի վերջ, Պողոսին էլ սպանեցին, բայց Հիսուսին չուրացավ, հալելույա, Սուրբի հետ սուրբ, արդարի հետ արդարա, ամեն, բայց գրված է ծուրի հետ էլ ծուր, դրա համար հնազանդվենք Տիրոջը, անարատ լինենք մեր շնչում, մարմնում և հոգում, Հիսուսի անունով, ամեն, շարունակում եմ նույն գլխից և վերջացնեմ 37 խոսքը, դրա պտուղը տեսեք, երբ որ մարդ ասու հետ է, անարատ է և ասու ծառայում է, պտուղը սա է արդեն, 37 խոսքից, ես կհալածեմ իմ թշնամիները և նրանց կհասնեմ, և ետ չեմ դառնա, մինչև որ փչանամ, այն դևերը, որ ընկել են քո հետևից, որ քո տունը քանդեն, թույլ չտան, որ դու խաղաղ ուրախ ապրես, դու իրենց կհալածես, կհասնես, կփչացնես, ասում է, հետ չեմ դառնա, մինչև որ փչանամ, և ես կզարկեմ նրանց, որ չկարողանան վեր կենալ, նրանք իմ ոտների տակ կընկնեն, դու ինձ զորություն ես հագցնում պատերազմի համար և ինձ դեմ վեր կացածներին իմ տակ ես գցում, ով դուրս է գալի քո դեմ, ընկնում է քո ոտերի տակ, դու իմ թշնամիներին հալածական ես անում և ես ինձ ատողներին կփչացնեմ, ամեն, նրանք կանչում են, ովքեր, քեզ ատողները, նրանք կանչում են, բայց փրկող չկա, դեպի Տերը, բայց նա նրանց չի պատասխանում, ամեն, փառք մեր Հիսուսին, դրա համար է Հիսուսը ասում, ուրախ եղեք, երբ որ ձեզ հալածում են, ուրախացեք, ձեր բաժինը մեծ է, իսկ հետագայում ձեր ատողներին ձեր ոտերի տակ եմ գցելու, նրանք էլ են ինձ բողոքելու, դու էլ, բայց ես նրան չեմ լսելու, ես քո հետ եմ լինելու, որ քեզ օգնեմ և բարձրացնեմ, եկեք ոտքի կանգնեք, ամեն, Տեր օրհնի ամեն մեկիս, ինչ-որ բան առար, ես հավատում եմ, որ Աստված Սուրբ Հոգին ձեր սրտերի մեջ գործում է, և եթե դու սիրտդ տվել ես լսելու, Տերը կխոսի քո հետ, և դու կբարձրանաս, և դու կզորանաս, և կլինես ասուն հաճելի մարդ, դες Դավիթը ասուն հաճելի էր, և Դավիթը ասում է, ես զորացա, փառք մեր ասում, Այս երկը եկեք վերցնենք, երկրպագենք, շնորհակալություն ասենք Աստծուն, իսկ հետո աղոթենք, ամեն, խնդրեմ Տերը օրհնի ձեզ, Իմ Աստված կարող է ամեն բան, բարձրյալ է, հզոր է, տիրում է հավիտյան, Տերն է իմ արքաների արքան, բարձրյալ է, հզոր է, տիրում է հավիտյան, Տերն է իմ արքաների արքան, գահնդրա փառքովելի, զորության ողորմության, ես նրա զավակ
Աստված է, ամենակարող Աստված, բարձրյալ է բարձրյալ է, հզոր է, տիրում է հավիտյան, Տերն է իմ արքաների արքա, բարձրյալ է, հզոր է, տիրում է հավիտյան, Տերն է իմ արքաների արքա, Քեզ Տեր, մենք քո զավակներն ենք, մենք քո ժողովուրդն ենք, մենք խոնարհվում ենք քո առաջ, շնորհակալ ենք, որ մեզ սովորեցնում ես բարին, հաճելին եւ կատարյալը։ Շնորհակալ ենք Տեր։ Ես խնդրում եմ, որ օծես ամեն մեկին, լցնես քո հոգով, որ ամեն մեկը սկսի մխիթարվել, հալածանքների մեջ ուրախանալ, նեղությունների մեջ խաղաղվել եւ քեզնով մխիթարվել, որ ամեն մեկը հետևի իր անձի մարմնին, շնչին եւ հոգուն, որպեսզի ամեն ժամանակ անարատությամբ քո առաջին վարվենք, մինչև միանանք քեզ փառավոր Տեր, եւ մենք խնդրում ենք Սուրբ Հոգի, որ օգնես մեզ, Տեր ջան, մենք քո կարիքը ունենք, մեր Աստվածը Տերը ասեց, որ Սուրբ Հոգին կգա եւ ձեզ կօգնի, եւ ձեզ կառաջնորդի ամեն ճշմարտության, փառավոր Տեր, առաջնորդիր մեզ ամեն ճշմարտության եւ ամեն մեկիս մեջ ես աղոթում եմ, որ բժշկես թե մարմինը, թե շունչը, թե մեր շնչի մեջ եղող զգացմունքները, թե մեր հոգու մեջ եղող խիղճը, մենք խնդրում ենք Տեր, որ ամեն մեկին անարատ անես, բժշկես, օգնես, զորացնես, որ մենք քո ետևից քայլենք անարատությամբ։ Հալելույա, ամեն, փառք Տիրոջը։ Տերը օրհնի ձեզ, սիրելիներ ջան, սիրում ենք ձեզ, օրհնում ենք ձեզ,